Բարև ձեզ սիրելիներս, դուք դարձյալ գտնվում եք Ասիայի խոհանոցում, այսօր ձեզ համար պատրաստելու եմ տավարի մսով ղավուրմա։ Աղը դրեցի, վերջացրեցի, հիմա ասենց կթողնենք 3 օր աղի մեջ։ Անցել է 1 օր և ես հիմա այս արնաջուրը պիտի թափեմ։ Սենց կթափենք, նորից կթողնենք մնա միսը։ Մի քանի ջուր, սենց հոսով ջրի տակ կլմանանք։ Մաքուր լվացի, մի 10 ջուր երևի լվացի, արդեն ջուրը սենց մաքուր է։ Հիմա այս ջուրը սենց կթափեմ։ Այսինքն մեծ կաստրուկայով եմ արել, որ մի քիչ շատ ջրի մեջ խաշենք։ Այսինքն արդեն հալացրինք կարագը, ինքը ոնց որ արևի տակ հալվի։ Հիմա կթողնենք այդ սպիտակ իրա թանը կնստի տակը ու մաքուր յուղը կքամենք ղավուրման ժարի տանելու համար։ Այսինքն ստացել ենք այս կաթը մնացել է, սկես էլ անարատ յուղը։ Միսը արդեն պատրաստ է, լրիվ նորմալ եփել եմ։ Միսը պիտի կտորները լավ կարմրեն։ Տեսեք ինքը նոր է սկսել արդեն, այսպես պիտի լրիվ կարմրեն։ Արդեն լավ կարմրել է, ինքը պատրաստ է, ես տակը անջատել եմ։ Նայեք, ոնց են կարմրել կտորները։ Հիմա այս տեսքունի ինքը արդեն վերջացրել եմ, այս դիրքով կթողնենք, վաղը առավոտյան ինքը արդեն սառած կլինի։ Կտեսնենք ոնց է փոխվել, գույնը լրիվ կդեղնի։ Լավ ժարի տա եղե, կարմրել է։ Սառել է արդեն և այս տեսքը ունի։ Մի բան կարևոր ասեմ, որ այս ժարիտ ենք անում, ամեն մի ժարի տարած միսը իրա յուղի հետ դատարկում ենք։ Իսկ եթե մեծ ամանով է, դա ոչինչ, ամբողջը միասին, բայց եթե քիչ-քիչ պիտի ժարի տանենք, անպայման պիտի իրա յուղի հետ դատարկենք, հետո նորից յուղը վերցնենք, էլի ժարի տանենք, որպեսզի յուղը չվառվի։ Տեսեք երեք, որ արինք, ինչքան հարմար համապատասխան յուղը հերիքել է։ Քիչ եմ արել, որովհետև սրանք անցյալ տարվանից ունեմ, նույն ձևի լցնում ենք բանկաների մեջ ու ինքը երկար պահպանվում է, պրոբլեմ չկա։ Հիմա ցույց կտամ ինչ ենք ստացել։ Այսպիսի տեսք ունի ղավուրման, երբ որ արդեն պատրաստ է ուտելու համար։ Ես դանակով չեմ կտրտել, ձեռքով եմ կտորը բացել, որպեսզի տեսնեք, թե ինչ ձև է ներսից էլ ժարի տեղ է ու թել-թել ինքը առանձնանում է։ Այսքանը սիրելիներս, եթե ձեզ դուր եկավ, լայք դրեք, կոմենտար գրեք,
ամեն մեկը իր ձևով է պատրաստում, սա էլ իմ պատրաստելու տարբերակն էր։ Շատ ուրախ եմ, որ դիտում եք ինձ և մնացեք ինձ հետ, Աստված ձեր հետ։